Անկախ Հայաստանը։ Այժմ դեմ եմ հրավիրում մեր սպասումներին, որպեսզի գեղեցիկ ասմունք են մեր հիշատակի խոսք ասում։ Ամեցիկ։ Բայց լսվում էր ժողովուրդ, թե չէ։ Ոչինչ։ Մի փոքր եթե բարձր լինի ցանկալի է։ Давай. Այսօր հայոց բանակի օրը խոնարհվում ենք եռաբլուրում հավերժացած մեր հերոսների անմար հիշատակի առաջ։ Նրանք իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի, հանուն խաղաղության, հանուն ապագա սերունդների լուսավոր օրերին։ Այսօր մենք նշում ենք հայոց բանակի օրը և խոնարհում եռաբլուրում հանգչող մեր հերոսների հիշատակի առաջ։ Նրանք եղել են երիտասարդ տղաներ, ովքեր շատ են սիրում ընտանիքը, դպրոցը, հայրենիքը։ Մեր հերոս զինվորները պաշտպանեցին մեր հայրենիքը, որպեսզի մենք ապրենք խաղաղ, սովորենք, երազենք և լուսավորենք։ Նրանց քաջությունը և նվիրումը սովորեցնում է լինել ազնիվ, ուժեղ և հայրենասեր։ Եռաբլուրը հիշեցնում, որ հայրենիքը սիրում ենք գործողություն։ Մենք պարտավոր ենք լավ սովորել, հարգել մերից, ու ազնիվ լինել դրա հերոսությանը։ Այստեղ հանդիպում գարքային արժանապատվության, մեր բանակի ուժի և մեր միասնականության խորհրդան։ Թող նրանց սխրանքը մեր ուղեցույց է, նրանց հիշատակը մեր սրտերի միշտ ներշնչում։ Եռաբլուրը ոչ միայն ուշամարում, այլ նաև ուտը, քաջության պատասխանատվության հայրենասիրության հասկ։ Այստեղ հանգչող յուրաքանչյուր որ ազատությունը մի բարձր։ Մեր պարտքն է արժևորեն ազատել, դառնալով կրթված, ազնիվ և պատասխանատու քաղաքացիներ։ Թող նրանց սխրանք լինի մեր ուժի հիշատակը մեր դիրքին։ Արք ու պատիվ հայրենիքի համար զոհված մեր հերոսներին։ Նրանց հիշատակը միշտ կապի մեր սրտերում։ Ապրեք երեխաներ, ապրեք։ Հիմա խնդրում եմ այս հաշակորման հազվադեպ լինելու հիանալիքները մատալուկանը մոտեցեք և ծաղուկները խոնարհեցեք, բայց հետո վերադարձեք, որ մենք փոխվենք և ըստ երկու ելույթներ կավարտենք։